Ապրիլի 24 հայոց ցեղասպանության տարելից 111 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից որոշում է կայացվել բնաջնջել ամբողջ հայ ազգը։ Եվ մենք ուզենք թե չուզենք ժառանգներն ենք այդ ցեղասպանվածների, տեղահանվածների։ Երեք ջայրի երթի ժամանակ ես ինձ մի հարցի շուրջ բռնեցրեցի։ Ասի Արսեն, ամեն տարի նույն օրը ջայրով երթ, բազմահազարանոց երթ դեպի Ծիծեռնագաբերդ, երիտասարդություն եւ այլն եւ այլն։ Բայց արդյոք այդ մի օրն է, որ պետք է հիշենք, որ մեզ ցեղասպանել են։ Տարակուսելին գիտեք որն է, 365 օրից մեկ օրն ենք մենք հիշադակում այդ օրը։ Մնացած 364 օրը մոռացության ենք տալիս գրեթե, որ մեզ ցեղասպանել է եւ ով է ցեղասպանել։ Այսօրվա իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի դա մոռացվի։ Ես չեմ թաքցնի, իրենց մոտ ինչ-որ բան նաեւ ստացվում է։ Ասեմ ինչու։ Օրինակ վաղը Հայաստանի Հանրապետության գլխավոր հրապարակում եւ հարակից տարածքներում խորովածներ են տալու, խարտիներ են լինելու եւ բազմամարդ լինելու։ Ընդամենը 1 օր անց հայոց ցեղասպանության հիշադակի օրվանից։ Հիշենք ցեղասպանության ժամանակ ինչպիսի դեր է ունեցել հայոց եկեղեցին, հայ առաքելական սուրբ եկեղեցին, բայց այս օրերին, երբ որ հարձակման է ենթարկվում ապօրինի կերպով հայոց իշխանությունների կողմից, ընդամենը մի քանի հազար մարդ է կանգնում ի պաշտպանություն այդ նույն եկեղեցու։ Արդյոք մենք հիշում ենք, որ Օսմանյան Թուրքիան է մեզ կոտորել։ Եթե այո, ապա ինչպես ենք թույլ տալիս մեր միջավայրում լինեն մարդիկ, ովքեր ասում են պետք է եղբայրանանք այդ նույն թուրքերի հետ։ Մոռացության պետք է տանք։ Իրականում պատմությունը խեղաթյուրված է եւ այլն եւ այլն։ Մեր հերոսներին թողնենք, որպեսզի իրենք կարողանան ֆաշիստներ անվանել եւ շատ վատ անվանումներ տան։ Մեր հասարակությունը հիվանդացել է եւ հիվանդության դիագնոզը դա հիշողության կորուստն է։ Արթնացիր իմ հայ, քանի գազանը չի ընդունել, որ ինքը գազան է, նա նորից անելու է գազանություն։ Եկեք բոլորս միասին ստապվենք, արթնանանք եւ թույլ չտանք երկրորդ ցեղասպանությունը իմ ժողովրդի։ Հավերժ փառք բոլոր ընկածներին, թե ցեղասպանության ժամանակ, թե մեր բոլոր պատերազմներին, որը մենք արել ենք հանուն հավատքի, հանուն մեր ժողովրդի։